Հիմա անդրադառնանք մեղքի խնդրին, սիրեր։ Ով մեղքի մեջ դրդեց Արյուսյակ հրեշտակապետին երկնքում, որ սատանան դրդեց սատանային մեղք գործի։ Ոչ մի սատանա, այլ մեղքը ինք իրենով ինչքան ուժեղ բան էր, որ Արյուսյակ հրեշտակապետը հպարտացավ եւ ընկավ, սիրեր։ Մեղքը ինչքան վտանգավոր եւ սարսափելի բան է, ինչքան ընտանիքներ է կործանում մեղքը, ինչքան չարիքներ է բերում մեղքը, սերեր, պետություններ է վերացրել մեղքը, ընտանիքներ է վերացրել, խենացի մարդիկ, զարգացած մարդիկ, աղքատ մարդիկ, թե հարուստ մարդիկ, բոլորը բախվել են այս խնդրի հետ եւ պարտվել են, մեղքը միշտ հաղթել է, սերեր, հիմնականում նա միշտ հաղթել է, մեղքը չարիք է, վտանգավոր մի բան է, դրա համար Հիսուսը եկավ, ոչ թե նրա համար, որ մեզ բուժեր, նա կարող էր դա անել առանց իր գալու, սերեր։ Հիսուսը կարող էր մեզ օգներ առանց երկիր գալու, նա կարող էր մեզ բժշկեր առանց խաչվելու, նա հրաշքներ կարող աներ առանց երկրի վրա գալու, սերեր, նա կարող էր ամեն բան, բայց մեղքի հարցը այնքան սաստիկ հարց էր, որ Աստված ուղարկեց իր որդուն, որպեսզի նա լուծի մեղքի հարցը։ Աստվածաշունչը, երբ որ կարդում եմ այս օրերին, հատկապես այս երկու օրը նայում եմ, ասում եմ, Հիսուսը լուծել է մեղքի հարցը, սերեր։ Նա եկավ պարտության մատնելու մեղքին, սերեր։ Նա եկավ դատապարտելու մեղքին, սերեր։ Նա հաղթանակ է ունեցել մեղքի վրա։ Նա եկավ մարմնով եւ հաղթեց այդ մեղքին։ Թույլ տվեք, երանի թե կարողանայի փոխանցել այն, ինչ որ գիտեմ եւ զգում եմ իմ ամբողջ էությունով, սերեր, կարողանայի բացատրել, կարողանայի փոխանցել, սերեր։ Գիտեք, Աստվածաշունչը ցույց է տալի հին ուխտում, որ փրկության ճանապարհը, եկեք ամենապարզն ասեմ, փրկության ճանապարհը էս է։ Մարդը պետք է սուրբ ապրեր, պահեր օրենքները եւ Աստված դրա համար տվեց պատվիրանները, որ մարդիկ փրկվեն։ Եվ այս պատվիրանները մոտավորապես 3000 տարի, 4000 տարի երկրի վրա էր մինչև Հիսուսի գալը, ցավոք սրտի մարդիկ այդպես էլ չեն կարողանում պահել օրենքները, չեն կարողանում սուրբ լինել։ Այո, Աստված տվել էր հնարավորությունը փրկվելու, սա էր պիտի սուրբ լինես, մեղք չգործես, օրենքները պահես։ Սակայն մարդիկ ձախողվում էին, չեն կարողանում։ Եկավ Հիսուս Քրիստոսը։ Եվ Աստվածաշունչը խոսում է փրկության մեկ այլ ճանապարհի մասին, որը Հիսուս Քրիստոսով էր։ Եվ Հիսուսը ներկայացնում է եւ ասում է. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը։ Հիսուս ասում է. Ես եմ դուռը։ Մենք հասկանում ենք, որ փրկության եղանակը եւ տարբերակը հանդիսանում է այսօր Հիսուս Քրիստոսը։ Ասեմ ձեզ, բոլոր մարդկությունը փրկվում է Հիսուսի արյան միջոցով, նրա արյան շնորհիվ, թե հին ուխտում, բոլոր ժամանակներում։ Բայց եկեք տեսնենք ինչն է այս առավելությունը այս ժամանակների մեջ, որ ովքեր ունեն Հիսուսին, ունեն փրկություն։ Իսկ ինչ է լինում մեղքի հարցը, սերեր։ Ուզում եմ մի փոքր համարներ միասին նայենք եւ անցնենք առաջ, սերեր։ Երբ որ օրենքը ի հայտ եկավ, երբ որ Մովսեսի միջոցով Աստված տվեց օրենքը, մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ Մեղքը սկսեց, գիտեք ինչ անել, կարծես ընդգծվել ավելի իրական ձևով։ Մեղքը կար միշտ էլ, բայց երբ որ Աստված տվեց օրենքը, մեղքը ավելի ընդգծվեց եւ մեղքը կարծես մարմին ակավ, կարծես մեղքը կենթանացավ ավելի եւ սկսեց ավելի ռեալ գործել եւ մարդկանց կենտրոնացումը մեղքի վրա ավելի եւ ավելի ուժեղացավ, սեներ։ Եկեք կարդամ մի պարզ համար, սեներ, գրված է Հռոմեացիների 7:8-ը։ Հռոմեացիների 7:8-ը նայենք։ Պատվիրանը առիթ դարձավ մեղքի։ Իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած էր։ Գիտեք, չկար պատվիրան, օրենքի ձեն ծպտունը չկար։ Հենց որ Աստված տվեց պատվիրանը, ինչի համար, որովհետև դա էր փրկության միջոցը։
մեղքը սկսեց կենթանանալ եւ գիտեք ստեղ Պողոս Առաքյալը ինչ հետարքիր բան է ասում է ցանկությունները սկսեցին իմ մեջ շատանալ։ Եթե ես առաջ ուզում էի մեղք գործեի, այս օրենքները լսելուց հետո, որ սա պետքա չանես, սա պետքա չանես, այս պետքա անես, սկսեց իմ մեջ ակտիվանալ բոլոր մոլեկուլներն ու բջիջները մեղքի հետ կապված։ Մի շատ տարօրինակ բան տեղ ունեցավ։ Ես երբ որ կարդում ես Աստվածաշնչյան այս հատված, ասում եմ, կարծես Աստված մարդուն այդ օրենքը տալով դրդեց ավելի մեղքի մեջ ընկնի։ Երբ որ բառացի կարդում ենք այդպես, Աստվածաշունչը ասում է, որ օրենքը սուրբ է, արդար է, բայց փրկության ճանապարհը դա էր։ Աստված 4000 տարի տվեց պատվիրանը եւ օրենքը, որպեսզի մարդը համոզվի սերունդները գեներով, մենք գիտեք, մենք գենետիկ եկել այս հիշողության մեջ, որ մեղք գործել, սուրբ լինել հնարավոր չի։ Գիտեք, մենք մեր մարմնի մեջ դեռևս այս գենը խոսում է։ Մեր մոլեկուլներից յուրաքանչյուր բջիջ ու մոլեկուլ հազարավոր մեր օրգանիզմի մեջ խոսում է, արձագանքում է, որ առանց մեղք գործել չի, մեղքը մարդը պիտի գործի։ Մարդը ինստինկտիվ զգում է, որ չի կարա սուրբ լինի։ Գիտեք, այստեղ նստածները մի բանի դեմ անդադ նեղվում եւ տանջվում են մի հարցի շուրջ, ոնց անենք այս մեղքի հետ ամրտ։ Ոնց անենք այս մեղքի հետ։ Եվ ձեզ մի բան ասեմ, ինչքան մարդը կենտրոնանում է մեղքի վրա, մեղք չգործելու վրա, այնքան սկսում է մեղքի փաստը ակտիվանալ եւ թեժանալ։ Մի բան ասեմ, օնլայն լսողները կան, ովքեր դրա համար իսկ քննադատեն, ոչինչ, թո քննադատեն, վատ բան չկա դրա մեջ։ Գիտեք, երբեմն մարդ գալիս է եկեղեցի, ոչ մեկի չասեք, որ ասում եմ, աշխարհում եթե 4 մեղքի դեմ էր պայքարում, 3 մեղքի գալիս է եկեղեցի, բոլոր մեղքերը սկսում են թեժանալ իր մեջ։ Չեմ ասում գործումը, բայց այդ ցանկությունները սկսում են ակտիվանալ։ Ինչի է այսպես լինում։ Եվ շատ ժամանակ մարդը հայտնվելով եկեղեցում համեմատում է իրան որոշ դեպքերում, ասում է մարդ աշխարհում 2 մեղքի գործում դες։ Էս ինչ է իմ կատարում հետս։ Որովհետև մարդը այո ուզում է մեղք չգործի եւ դրա արդյունքում ինչքան շեշտադրումը, կենտրոնացումը լինում է դրա վրա, ակտիվանում է մարդու մեջ մեղքը։ Չեմ ուզում հարց տամ, ասեմ ձեր բարձրացրեք ովքեր էս խնդիր ունեն, որպեսզի ոչ մեկ չիմանա, բայց եկեք ձեր տեղի ես խոսամ։ Մեղքը տանջում է մարդուն սեներ։ Գիտեք ինչը, մեղքը էսպես, որ Աստված հիմա, նայեք եկեղեցու մարդը ինչ ա լինում։ Եկա Աստծո մոտ, Աստված ներեց ընձի, Աստված ողորմած ընձի, բայց հենց այս մեղքի բաները հələ ոնց է։ Հələ ոնց է մեղքի միտքը գալի, հələ ոնց է մեղքի ցանկությունը գալի, հələ եւ սկսում է մարդը ավելի թեժանալ եւ թեժանալ։ Գիտեք, շատ ժամանակ մարդը ինչի իր ծանոթին չի ասում դարձի արի, որտեվ նայում է ինքը ինչ պայքարներ ունի, այ մարդ ասում է այդ մեկինը վկայեմ բերեմ Աստծո ճանապարհների մեջ, իրան է տանջեմ։ Ես հազիվ տանջվում եմ ոչինչ։ Մեղքի դեմ պայքարելու դեմ նկատի ունեմ։ Այո, հրաշալի է որ մարդը, բայց նայեք որն է խնդիր, ինչ եմ ուզում ասեմ։ Մեղքը այո լուրջ խնդիր է սեներ, բայց մեղքի հարցը լուծված է։ Բա ինչ պիտի անի մարդը։ Եկեք եւս մի համար կարդանք սեներ։ Ռոմացների ինչ համարներ ունեի ռոմացներից գրած։ Ուրեմն հիմա ոչ մի, ուզում եմ կարդակ այս ոչ մի բառը։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Այս ինչ խոսք է գրած։ Ոնց հիմա ինձ ոչ մի դատապարտություն չկա։ Ես 17 հատ օրինակ եմ ասում։ Մեղք է մտքովս անցել։ Չեմ ասում գործել եմ։ Ոնց մտքովս անցել է։ Ինչ դատապարտություն չկա ինձ համար։ Այլևս ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար։ Ես ուզում եմ, հավատում եմ, որ այսօր մի փոքր ձեր հոգսը թեթևացնելու եմ, որովհետև եթե մենք ճիշտ տեղ գնանք, ճիշտ լուծումներ են գտնելու։ Եթե մենք ճիշտ ուղղության վրա գնանք,
մենք ճիշտ տեղ ենք հասնելու սեներ։ Եկեք կարդանք եւս մի համար։ Հռոմեացիների 8:33-ը։ Ով է որ Աստծո ընտրյալներին մեղադրելու է։ Աստված է որ արդարացնում է։ Աստված է արդարացնում, լավ, ելով է մարդուն մեղադրում։ Աստված ասում է ես արդարացնում եմ քեզ, իսկ ով է քեզ մեղադրողը։ Եկեք բոլորս գնանք Հովանու ավետարան 8-րդ գլուխ։ Հիսուսը տաճարի մոտ քարոզում էր եւ շատ ժողովուրդ հավաքվում էր։ Եկեք միասին գնանք այս պատմության մեջ ցեներ։ Եվ այդ ժամանակ Հիսուսի մոտ բերում են մի կնոջ եւ ասում են. Հիսուս, այս կինը բռնել ենք, բերել ենք, հայտնապես շնացել է, մեղք է գործել, հայտնապես, կարծես հենց այս գործողության ժամանակ բերել ենք, բռնել ենք, բերել ենք։ Եվ Հիսուսին ասում են. Հիսուս, ըստ Մովսեսի օրենքի այս կինը պետք է քարկոծվի։ Հիսուսը գրված է ինչ որ գործողություն էր անում։ Երբ որ նրանք հիշացրեցին Հիսուսին Մովսեսի տրված օրենքը եւ ինչ պետքա պատիժ ստան այս կինը, խնդրում եմ ձեր ուշադրությունը, Հիսուսը այդ ժամանակ զարմանալի բան արեց։ Գրված է, որ մատով գետնի վրա, հողի վրա բան էր գրում։ Եվ գրված է, երբ որ նրանք շարունակեցին նորից հիշացնել օրենքը, Տեր, Հիսուս օրենքը, պետք է այս կինը դատապարտվի, նա գտել ենք նրան մեղք գործելուց։ Ասում է, երբ որ նրանք շարունակեցին, Հիսուսը գետնի վրա մատով գրելուց հետո բարձրացավ եւ ասեց. ով որ ձեր մեջ արդար է, թող նա առաջինը գարկցի։ Գիտեք, երբ որ այս մարդիկ հիշեցրեցին Մովսեսի տրված օրենքը, Հիսուսն էլ նրանց հուշում էր անում, թե ով էր ինքը։ Աստված գրված է քարե տախտակների վրա իր մատով օրենքները տվեց։ Նա իր մատով գրեց այդ օրենքները եւ տվեց։ Եվ մենք տեսնում ենք այս անգամ Հիսուսին, ինչի Հիսուսին սիրներ։ Աստվածաշունչը ասում է ի սկզբանե ամեն բան նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ։ Առանց Հիսուսի մասնակցության ոչինչ եւ ոչ մի բան երկրի վրա չի եղել։ Օրենք տվողը հիմա էլ երկրի վրա է եւ օրենքը գրում է, ցույց է տալիս, որ օրենք գրողը երկրի վրա է, ես եմ տվել այդ օրենքը։ Եվ օրենք տվողը այն որ ասում է, սկսում է խոսալ, այն որ ասում է դուք ստիպեցիք, ասեմ, ով որ արդար է ձեր մեջ, թող առաջինը նա քարկցի։ Եվ բոլոր այս մարդիկ իրենց քարերը գցում են, պատմությունը գիտեն եւ գնում են։ Ինչ է ասում Հիսուսը այս բազմությանը։ Հիսուս այս բազմությանը, ներողություն, այս կնոջ ասում է, ով կին, ուր են քեզ ամբաստանողներն ու մեղադրողները։ Զարմանալի բան տեղ ունեցավ։ Վկաները դարձան ամբաստանողներ։ Երբ որ խնդիրը հասավ Հիսուսին, վկաները փոխվեց կարգավիճակը, դարձան մեղադրողներ, ամբաստանողներ։ Մեր ժամանակակից լեզվով ասած, կարծես հենց շառանող ասեմ, հա լավ։ Ուր են քեզ ամբաստանողները։ Զարմանալի բան տեղի ունեցավ, երբ որ մեղքը հասավ Հիսուսին։ Շեշտադրում եմ, օրենքը ինքն էր տվել։ Եթե օրենք տվողը ինքն է, միթե ինքը չի կարող շնորհքնել տա։ Եթե փրկողը ինքն է, ներողը ինքն է, միթե օրենք տվողը չի կարող նաև շնորհք տալ մարդկությանը։ Ասում է, օրենքը տրվեց Մովսեսով, բայց շնորհքն ու փրկությունը Հիսուսով եկավ սիրեր։ Օրենքը ուղարկեց Աստված, բայց շնորհքը չէր կարող ուղարկել, ինքը անձամբ պիտի գար սիրեր։ Գիտեք, որոշները Հիսուսից բաներ են ուզում եւ շատ լավ են անում, օգտվելով առիթից մի բան ասեմ։ Բաներ կա իր գալու հետ է կապված, որտեվ իր մեջ է։ Ես չեմ կարող առանց իրա ունենամ բաներ։ Եթե ես ուզում եմ բաներ առանց իրա, դա կռապաշտություն կարա լինի։ Բաներ հասնի ինձ առանց Հիսուսի, ես օրինակ եմ ասում։ Մարդը կարա դրանք կուրկ սարքի։
Ինչ որ բաներ, որ մենք ուզում ենք, օրինակ մարդկատեր օրհնությունը եմ ուզում, զորությունը եմ ուզում, խաղաղությունը եմ ուզում, լիքը օրհնություններ կա, սեներ, դրանք չեն կարող առանց Հիսուսի գան, դա նրա մեջ է, ես նրան պիտի ուզեմ, որ ունենամ դրանք, սեներ, դրանք առանց իրա, առանձին չի գալիս, այսինքն ես առանձին փնտրեմ, ես դրանք չեմ, ես պիտի Հիսուսին փնտրեմ, նրան ունեցա, ես մյուսները նրա մեջ է, սեներ, եկեք շարունակենք. Այս կնոջը Հիսուսն ասում է. Ով կին, ես էլ քեզ չեմ մեղադրում։ Միակ մարդը երկրի վրա, որ կարող էր եւ իրավունք ուներ քարը գցելու, արտոնությունը ուներ, լիազորված էր նրան, նա արդար էր, նա կարար քարը գցեր, օրենք տվողը կարար քարը գցեր։ Օրենք տվողն ասում է. Ով կին, ես էլ քեզ չեմ դատապարտում, ինչի ասում ես էլ, որովհետև ինքը այդ իրավունք ուներ, բայց ինքը այդ իրավունք ասում է, ես քեզ դա չեմ անում, ով կարա քեզ մեղադրի, եթե ես այդ իրավունքը ունեմ և քեզ չեմ մեղադրում, շատ զարմանալի է այս պատմությունը, սիրելիներ, գիտեք Հիսուսը որտեղ է ասում, ով կին ես էլ քեզ չեմ մեղադրում, երբ որ էլ ոչ մեկ չկար, Երբ որ էլ ոչ մեկ չկար, և գիտեք ինչ ասում Հիսուսը նրան, գնա և այլևս մեղք մի գործիր։ Իսկ ով պիտի լուծեր մեղքի հարցը։ Ես ամեն անգամ որ կարդում այս պատմությունը, տեսեք ինչ եղավ։ Հիսուսն ասեց, գնա այլևս մեղք մի գործիր։ Իսկ քո մեղքի հարցը, ինչի շնորհիվ ես քեզ ասում եմ, ինչ շնորհքով եմ ասում ես քեզ գնա։ Ինչ երաշխիքով եմ քեզ ասում գնա։ Քո մեղքի հարցը ես եմ լուծելու, խաչի վրա, դու ազատ ես, դու գնա, ես այդ պատիժը, ես այդ հարցը կլուծեմ, սիրելիներ, մի պարզ ճշմարտություն ես պատմում է այս պատմությունը, որ սա ձեզ փոխանցեմ, Հիսուսն ասեց գնա և այլևս մեղք մի գործի, ինչպես է հնարավոր այլևս մեղք չգործել, ուզում եմ զարմացնեմ քեզ, ամենապարզ պատգամով զարմացնեմ քեզ եւ քո ամբողջ աստվածաբանությանը կողքը ուզում եմ ավելացնել սա Հիսուսն ասում է ես քեզ չեմ մեղադրում գիտեք ինչպես է հնարավոր մեղքից ազատ լինել երբ որ դու չես զգում շարունակական մեղադրանք Աստծուց Երբ որ դու անդադ չես զգում մեղադրանք, սա մարդուն ազատում է այդ ճիրանից և ի վիճակի է լինում մարդը մեղ չգործել և վերադառնալ Աստծո մոտ Գիտեք ինչքան մարդիկ ուզում են մոտիկանան Աստծուն իրենց մտքով, իրենց սրտով, իրենց հոգով, բայց իրենք միշտ ասում են Տեր այդ մեղքը որ չլինի Գիտես ինչ կանեմ, Տեր այդ մեղքը որ չլինի, Տեր այդ խնդիրը չլինի, Տեր այդ մեղքի կապանք, այդ մեղքն է ինձ խանգարում, սիրելիներ, մեղքը արգելք չի, Աստված ասում է, այն ինչ որ արգելք էր իմ ու քո մեջ, ես այդ արգելքը վերցրել եմ, դու պատճառ չունես դա բերելու որպես պատճառ եւ ասելու, այդ ինձի խանգարում է, այո մեղքը կա Բայց դա եւ քո եւ Աստծո միջից Աստված հանել է ինչի համար, որ ես գնամ համարձակ նրա մոտ, իմ ամբողջ մեղքերով հանդերձ, իմ ամբողջ խնդիրներով հանդերձ, գցեմ ինձ Հիսուսի մոտ, վստահ իրան մոտիկանամ իմանալով, որ նա ինձ ազատելու է դրանից ելեր։ Երբ որ մարդը դատապարտություն չի զգում, կարողանում է ազատ լինել։ Գիտեք ինչ է անում դատապարտությունը։ Ինքնադատապարտությունը Աստծո կողմից գա, գիտեք մարդ կա զգում Աստված հենց իրան նայում ասում է ես քույս մարդ ես դու Որոշները Աստծո հայացքին նայում են այսպես ինչքան քեզ ներեցի Աստված չի դատապարտում Գիտեք եթե Հիսուս այս կնոջը բոլորի մոտ մեղադրեր այդ մարդիկ ասեն իա փաստորեն մեղավոր այդ մարդը ինքը բոլորի մոտ դա չարեց Սա խոսում է նաև այն մասին, որ մենք մեր մեղքը մեր և Աստծո միջև է, ոչ թե ուրիշի հետ կապված, մեր և Աստծո հետ կապված խնդիրը։ Եվ Հիսուսը դարեց ծածուկ, երբ որ ինքն ու այդ կինն էին։ Այդ մարդիկ կարող ասեն, որ փաստորը մեղավոր է, ուրեմն դի քարկոծենք։ Հիսուսը առանձին երկուսով էին։ Սիրելիներ, նրանք ովքեր կենտրոնացած են մեղքի վրա,
Ես ուզում եմ վստահացնեմ քեզ, դու ավելի շատ ես մեղք գործելու։ Դու սիրում ես Աստծուն, ես գիտեմ։ Դու հավատում ես Աստծուն, այո, բայց եթե քո կենտրոնացումը մեղքի վրա է, ես վստահացնում եմ քեզ, դու ավելի շատ մեղք կգործես, որտեղ կենտրոնացումը մեղքի վրա պետք է չլինի, այլ կենտրոնացումը մարդու Հիսուսի վրա։ Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ, որովհետեւ այն մեղքը, որ արգելք էր, Հիսուսը վերցրել է, որ անարգել մոտիկանամ, այո, մեղքը դեռ իմ մտքի մեջ կա, մեղքը գործողությունները դեռ կան, այո, ես համաձայն եմ, բայց կենտրոնացումը ոնց որ կաց քեզ գցի Հիսուսի մոտ, համարձակելի մոտիկացի, հաջորդ օրը էլի գնա, Աստծո խոսքը ասում է, արդարը նա չի, որ մեղք չի գործում, այլ որ ընկնում է։ Ինչ է անում։ Ինչն է Աստված արդարացնում։ Աստված արդարացնում է ճիշտ կարգավիճակի, որ մարդը հելում է, էլի գնում Աստծո հետևից։ Այս կարգավիճակը որոշների մակարանացին Արտուր աղբերը դրդում է մեղքի, ես ձեզ առաջարկում եմ սրբության ճանապարհ։ Նա սուրբ է։ Իսկ մեղքը մեզ հեռացնում է սրբությունից։ Մեղքը, եկեք ես բառն ասեմ, ալիբի ասեմ, չգիտեմ ինչ բառ ասեմ հայրենից, արքիպ մենք պատճառ ենք բերում եւ ասում ենք, այսի որ չլինի Տեր, ես կմոտիկանամ քեզ ելներ։ Այդ ասածը Հիսուսը լուծել այդ մեղքի խնդիրն ու խոչընդոտը, որ ես անարգելք մոտիկանամ դրան։ Ինչքան քրիստոնյաներ տառապում են այս խնդրի հարցը, Տեր, այս իմ մեղքը, Տեր, այս իմ խնդիրը, Տեր, այս կենտրոնացումը մեղքից, կենտրոնացումը մարդու պետք է լինի Հիսուսի վրա։ Ես չեմ դատապարտում, ով է, որ քեզ դատապարտում է։ Գիտեք, մարդիկ կան մտածում են, ինչքան իրանց դատապարտեն, այնքան հոգևոր կլինեն։ Ինչքան իրանց մեղադրեն, ինչքան իրանց խարազանեն, այնքան հոգևոր կլինեն։ Ասեմ ձեզ ինչքան կլինեն, այնքան ավելի մեղավոր, այնքան ավելի մեղքի հետ պայքարեցիր, անընդհատ կենտրոնացումը, ինքնադատապարտությունը։ Մարդը 2 տարի առաջ մեղք է գործել, 6 ամիս առաջ մեղք է գործել, եւ ասում է, ինչ արեցի։ Եթե դու շարունակական քեզ մեղադրես եւ չընդունես այն, որ Հիսուսը քեզ ներել է եւ ընդունում է, վստահացնում եմ քեզ, դեպքը 6 ամիս առաջ է տեղի ունեցել, դու նորից հայտնվելու ես նույն կարգավիճակի մեջ եւ նորից սկսելու ես, ինքը ցկում է մարդուն։ Գիտեք, ինքնադատապարտությունը համոզում է մարդուն, որ դու դա ես։ Սա է ինքնադատապարտման ծրագիրը, համոզելու մարդուն, ոչ թե որ դու դա արել ես, այլ դու դա ես։ Դու պիտի ասես ոչ։ Թույլ մի տուր Հիսուսի խաչի վրա կատարած գործը անհետևանք լինի։ Հիսուսը ներել է եւ ներում է։ Հովանես Մկրտիչը ասում էր, ահա գառն Աստծո, որ վեր է առնում աշխարհի մեղքը եւ իմ մեղքը։ Քո մեղքը ինչն է շեշտադրումս իմ ասած մեղքի հետ կապված։ Մարդու կենտրոնացումը պետք է սա լինի Աստծուն մոտենալու վրա։ Մարդկա մեղք է գործում, մի ամիս չի ուզում աղոթի։ Եվ հենց սատանան դրա մեջ էլ հաջողում է։ Չարը դրա մեջ էլ հաջողում է, որտեղ ասում է մարդուն անդադ մեղադրում, ասում է տեսար, ես քեզ ասում եի, դու գիտես տեսար, մարդն էլ միանում է այդ ժրաջան չարի գործին եւ սկսում է գնալ ու գնալ։ Կենտրոնացի Հիսուսի վրա։ Եվ ասա Տեր, դու մեծ փառավոր գործ ես արել իմ կյանքի մեջ։ Ես գիտեմ, որ քո մեջ ինձ ուղված դատապարտություն չկա։ Դու գիտես, որ ես մեղավոր եմ։ Պողոս առաքյալն ասում էր, ով կազատի ինձ այս ապականացու մարմնից։ Պողոս առաքյալն է զարմանում էր, ապշում էր իր վրա, մարդ, այս ինչ մարմին է, մեղքի հանդեպ այս ինչ ձգտումներ ունի, զարմանում էր։ Եվ շարունակության մեջ ասում է, փառք Հիսուսին։ Հիսուսը կարող է, ելքը Հիսուսի, ճանապարհը Հիսուսն է, սիրելիներ, նրա մեջ է, որ մարդը գտնում է, բայց գիտեք երբ,
Գնա եւ այլևս մեղ մի գործիր, ինչպես ինչ արեց Հիսուսը, ես քեզ չեմ դատապարտում։ Ես քեզ չեմ դատապարտումը դրթում է քեզ սուրբ լինելու։ Ես քեզ դատապարտում եմ, անընդհատ դրթում եմ մարդուն, որ մարդը մեղ գործի։ Դա լաբիր, դա ծուղակ է եւ զարմանալի մի ծուղակ է սեներ։ Մարդը պիտի կենտրոնանա, ես ներված եմ։